Խփի միանգամ, խփի։ Բա երեխեք ես ինչ եք խաղում։ Մեր ժամանակները ուրիշ էր։ Ճիշտ է, ժամանակները բոլորովին այլ էին։ Դուրս էին գալիս բակ, վերցնում կավիճը և սկսում նկարել։ Խաղը անվանում էինք կլաս։ Քառակուսի վանդակների մեջ հերթականությամբ գրվում է 1-ից 10 թվերը։ Մասնակիցները քարը գցում են թվերի վրա այնպես, որ այն ընկնի վանդակի մեջ, գծերից դուրս չգա։ Այնուհետև մասնակիցը մեկ ոտքի վրա ցատկելով պետք է հերթականությամբ անցնի բոլոր վանդակներով։ Քարը պետք է վերցնի հետ դառնալու ընթացքում։ Հաղթող է դառնում այն մասնակիցը, որը կարողանում է առաջինը հասնել 1-ից 10 ճանապարհը և իր համար տուն է վերցնում։ Տուն վերցնելու համար մասնակիցը կանգնում է մեջքով և քարը շպրտում դեպի վանդակները։ Որ թվի վրա հայտնվում է քարը, այն դառնում է նրա տունը, և խաղի ընթացքում կարող է 2 ոտքով կանգնել այդտեղ և հանգստանալ, իսկ մյուս մասնակիցները խաղի ընթացքում պետք է շրջանցեին նրա տունը։ Ջուր խմելը այս խաղի ամենակարևոր կանոններից մեկն է։ Եթե մասնակցի ոտքը կամ քարը տրորում է վանդակի գիծն այնպես, որ կեսից ավելին գտնում է վանդակի ներսում, այդ դեպքում մասնակիցը չի կտրվում խաղից, այլ համարվում է, որ ջուր է խմում և շարունակում է խաղը։ Խաղը սովորեցնում է պահել հավասարակշռությունը։ Այն ամրացնում է դիմացկունությունն ու ճկունությունը, մտավոր կենտրոնացումը և ուշադրությունը, հերթականության պահպանումը, արագ կողմնորոշումը։ Եվ վերջիվերջո, կյանքը քայլ առ քայլ անցնելն է, յուրաքանչյուր քառակուսի մի փուլ է, որտեղ պետք է կենտրոնանալ և չշեղվել։